Բարև ձեզ, Երկիր մեդիա հեռուստաընկերության եթերում Մամուլի ակումբն է, այսօր մենք կքննարկենք հավաքների ազատության խնդիրը, որը շատ արդիական է այս օրերին, իմ հյուրերն են այսօր Արտակ Զեյնալյանը, Հանրապետություն կուսակցության քաղաքական խորհրդի անդամ եւ Արտակ Դավթյանը, Ազգային ժողովի պատգամավոր, պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ, Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցության անդամ։ Առաջին հարցս պարոն Զեյնալյանին, որպես նաև Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, ինչով է կարևորում ընդհանրապես հանրահավաքները որպես, չգիտեմ, քաղաքական դիրքորոշումների, գաղափարների արտահայտման եւ տարածման միջոց, արդյոք լրատվամիջոցները, ասենք զուտ հանդիպումները քաղաքական համախոհների հետ բավական չէ։ Բայեկո սիրելի հայրենակիցներ, սիրելի գործընկերներ, նախ մինչև ձեր հարցի պատասխանին անցնելը մեր այսօրվա զրույցի թեման լինելու է խաղաղավաքների իրավունքի շուրջ, մի փոքր կուզեի ներկայացնել դրա էությունը, այդ հավաքների ազատության էությունը։ Սա այն իրավունքներից է, որ անգամ ժողովուրդները սահմանադրությամբ չեն կարող արգելել։ Ըստ էության դա այն իրավունքներից է, որ մարդկանց համախմբել է որպես հասարակական էակների եւ նպաստել, որպեսզի ձևավորվի մարդը որպես այդպիսին։ Այսքան մեծ կարևորություն է այս իրավունքը։ Այս իրավունքի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մեկնաբանելով խաղաղ հավաքների ազատության եւ միավորումների ազատության իրավունքի 11-րդ հոդվածը այն որակել է որպես բարձր կարևորության իրավունք, քաղաքական ամենակարևոր իրավունքներից մեկը։ Այս իրավունքը խաղաղ հավաքների ազատության իրավունքը հենց տերմինում անմիջապես զուգակցված է միավորումների ազատության իրավունքի հետ։ Եվ դրանք առանձին չեն լինում խոսքի, տեղեկատվության ազատության իրավունքից, մտքի, խղճի, գաղափարի ազատության իրավունքից։ Ուստի դրանք մեկը մյուսին փոխլրացնում են եւ մեկի տեղատվության ժամանակ մյուսը մակընթացություն է ապրում եւ փորձում լրացնել այդ բացը։ Հիմա դառնամ ձեր հարցին ավելի կոնկրետ, երբ մենք չենք կարողանում մեր գաղափարները, տեղեկությունները տարածել ժամանակակից միջոցներով, զանգվածային տեղեկատվության միջոցներով, հիմա ամենաարդիականը եւ ամենամասսայականը մարդկանց քանակով նաեւ պայմանավորված էլեկտրոնային զանգվածային լրատվության միջոցներն են, մենք ուղղակի ստիպված ենք դա իրականացնել հրապարակային զանգվածային միջոցառումների միջոցով։ Կներեք, ես ձեզ ընդհատեմ, իմ գոլեգաները շատերը հեռուստաընկերությունների ներկայացուցիչները, հաղորդավարները բողոքում են, որ կոնգրեսի ներկայացուցիչները շատ դեպքերում կամ դեպքերի մեծամասնությունում հրաժարվում են գալ հարցազրույցի ներկայացնել իրենց տեսակետները։ Փաստորեն ձեր ասած հակառակն է։ Ասեմ հետեւյալը։ Մենք նման պայմանավորություն չունենք միմյանց հետ։ Այդպիսի փաստորեն ստատիստիկա փաստորեն ներկայացրեցիք, որ անկախ իրարից որոշակի այսպես անվստահություն կա զանգվածային լրատվության միջոցների նկատմամբ։ Դա օբյեկտիվ իրականություն է։ Միայն կոնգրեսում չէ, քաղաքական գործիչների մոտ, ովքեր որ այսօր այն լագերում են, որը ունի 57 քաղաքական բանտարկյալ։ Անվստահություն կա զանգվածային լրատվության միջոցների նկատմամբ եւ խաղաղ հավաքների ազատության մեր իրավունքի իրացումով փորձում ենք լրացնել այն բացը, որ կարող է տալ, ասենք, Ամեկ+ կամ նոյանտապան հեռուստաընկերությունները մեզ։ Պարոն Դավթյան, վերջերս կարծես թե եղել են մի քանի փորձեր հանրահավաքներ կազմակերպել ընդդիմության կողմից կամ այլ միջոցառումներ եւ ինչ-ինչ խոչընդոտներ են հանդես բերվել, նաեւ մարտի 1-ի հանրահավաքը փաստորեն չարտնվեց քաղաքապետարանի կողմից։ Ինչով էր պայմանավորված դա, ինչ որ մտավախություններ կար, անկարգությունների զանգվածային, թե ինչն էր խնդիրը ձեր կարծիքով։ Նախ եւ առաջ շնորհակալություն հրավերքի համար եւ նաեւ ասեմ, որ իրականում խաղաղ հավաքների անցկացման իրավունքը խոսքը հավաքների մասին է եւ մեր սահմանադրության 29-րդ հոդվածում ամրագրված եւ նաեւ ինչպես իմ գործընկերը նշեց, մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 11-րդ հոդվածում եւ նաեւ մի շարք այլ միջազգային փաստաթղթերում, միավորված ազգերի կազմակերպության նաև կանոնադրությունում ուղղակիորեն նշված է մարդու իրավունքների ուրեմն պաշտպանությունը եւ դա որոշակի անքակտելի իրավունք է, հավաքների ազատության իրավունքը։
Հիմա ինչ վերաբերվում է ձեր նշած խոչընդոտներին, եթե այդ խոչընդոտները ասելով մենք ի նկատի ունենք քաղաքապետարանի կողմից իրազեկումը չընդունելը, օրենքով հալ տերմին օգտագործեցի, իրազեկումը չընդունելը, որովհետև այդպես է օրենքի մեջ ամրագրված, ապա քաղաքապետարանը հստակ նշում է այդ իրազեկման մեջ, թե ինչ պատճառներով է կոնկրետ նշելով նաև օրենքի համապատասխան հոդվածը, հիմնականում օրենքի 9-րդ հոդվածում ուրեմն այդ սահմանափակումներին է վերաբերվում, բայց այստեղ ես կարծում եմ, որ ամենակարևոր հանգամանքը, ինչպես 16-20 բանաձևում է նշված նաև, այն է, որ պրակտիկայում գործնականում, որպիսի կարողանան իրականացնել հանրահավաքներ իրականացնելու իրենց իրավունքը։ Խոսքը վերաբերում է ոչ միայն ընդդիմությանը, այլ նաև ցանկացած այլ քաղաքական ուժի, ինչու միայն քաղաքական ուժի, քանի որ օրենքով սահմանված է, որ այդ իրազեկումը եւ կազմակերպումը կարող է իրականացնել Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, քաղաքացիներ եւ իրավաբանական անձ, իրավաբանական անձինք։ Կոնկրետ այս դեպքերում ես կարծում եմ, որ օրենքի համապատասխան դրույթը, օրենքի համապատասխան հոդվածը մատնանշելով այդ իրազեկումը ուղղակի չի ընդունվում։ Բայց պատճառը ինչու՞մն է, որտեվ ի վերջո բացի ընդհանուր սկզբունքից, որ հավաքների ազատություն, հանրահավաքների ազատությունը տրվում է անձին, քաղաքական ուժին, հասարակական կառույցին, նաև վայրի ընտրության իրավունքն է տրվում։ Եվ Մատենադարին տարածքը այն տարածքը չէ, որտեղ ասենք ոչ մի անգամ հանրահավաք չի անցկացվել, որ ասես հարմարեցված չի տարածքը կամ հարմար չի կամ խոչընդոտնում է այլ քաղաքացիներին։ Համենայն դեպս այս դեպքում դուք իրական պատճառ տեսնում եք, բնական է ոստիկանությունը երևի բազմաթիվ կարող էր բացատրություններ տալ, բայց դուք որպես քաղաքացի, որպես քաղաքական գործիչ, որպես երևի հասարակության տրամադրություններին ծանոթ մարդ, տեսնում եք օբյեկտիվ պատճառ մարտի 1-ի հանրահավաքը Մատենադարի տարածքում թույլ չտալու համար։ Այսինքն իրազեկումը չընդունելու համար, այսպես ասեմ։ Ես նորից ասեմ, ես կարծում եմ, որ ուրեմն լիազոր մարմինը, որը տվյալ դեպքում Երևանի ուրեմն քաղաքապետարանն է, հստակ իր որոշման մեջ պիտի նշած լինի, թե ինչ պատճառով է, օրենքի որ կետով է, որ այդ իրազեկումը ինքը չի ընդունում։ Իսկ ինչ վերաբերվում է այստեղ ասել քաղաքական որոշակի պատճառներ կամ ինչ-որ դրդապատճառներ, չեմ կարծում, որ այդպիսի դրդապատճառներ կան, եւ կարծում եմ, որ ամեն դեպքում ամենակարևորը դա գործնականում ապահովել այդ հավաքների անցկացումը, ինչը նորից եմ ասում, նաեւ 16-20 բանաձևում է նշվել։ Իսկ կոնկրետ թե ինչ պատճառներով եւ ինչ հոդվածների վրա մատնանշելով կամ հավում անելով է մերժել կոնկրետ նաև պարոն Զեյնալյանն է, եթե չեմ սխալվում, այդ իրազեկում ներկայացնողը որպես կազմակերպիչ հանդիսացել, ինձ թվում է, որ մեր հարգարժան գործընկերը ինքը կներկայացնի։ Խնդրեմ, կարող եք ներկայացնել ինչպիսի բացատրությամբ է փաստորեն իրազեկումը մերժվել։ Նախ անցած տարվա ընթացքում ընդհանուր առմամբ Երևան քաղաքում մերժվել է ավելի քան 100 զանգվածային հրապարակային միջոցառման իրազեկում արգելվել է։ Քաղաքական ուժերի կողմից ընդհանրապես։ Եվ դրանցից շուրջ 100-ը 94-ը մոտավորապես միայն համազգային շարժման արբանյակ կառույցների կողմից եւ ներկայացրած իրազեկումներն են մերժվել։ Եթե յուրաքանչյուր առանձին իրազեկման մերժում վերցնես եւ փորձես արդարացնել օրենքի համաձայն, գուցե ինչ-որ բան ստացվի, բայց երբ ամբողջ տարվա վրա ես վերահաշվարկ կատարում, տեսնում ես, որ նորմալ չի, մեղմ ասած նորմալ չի։ Ժողովների մասին օրենքը, որ պայմանական եմ անվանումը տալիս, կարգավորում է միայն ընդհանուր օգտագործման տարածքներում հավաքների իրավունքը։ Մյուս ոլորտներում, ասենք այս մեր հավաքի իրավունքը կանոնակարգված չի այդ ժողովների մասին օրենքով։ Եվ որպես վարչարություն իրազեկման քննարկումը պետք է ընթանա հիմնարար սկզբունքների պահպանմամբ,
այնպիսի սկզբունքների, որոնք բխում են իրավական պետություն հասկացությունից։ Այդպիսի սկզբունքների պահպանում ես դեռ չեմ հանդիպել իրազեկումների քննարկման ժամանակ։ Ինչ վերաբերում է մարտի 1-ի հանրահավաքի չթույլատրելուն կամ մնացած 94-ի չթույլատրելուն, դրա քաղաքական դրդապատճառը կամ մոտիվացիան, այն որ թաքնված է իրական արգելման տակ, դա մարդկանց հնարավոր մեծ քանակն է։ Միակ բացատրությունը սա է, որ իշխանությունները վախենում են մարդկանց քանակից։ Իսկ այդ քանակի մարդ հավաքվում է, որովհետև մարդիկ դժգոհ են, որովհետև իշխանությունները ըստ էության այնքան լեգիտիմ չեն, որ մարդկանց քանակը, հավաքված մարդկանց քանակը պոտենցիալ վտանգ չներկայացնի։ Իսկ հավաքված մարդկանց քանակը մարտի 1-ին շուրջ 100,000 մարդ էր մասնակցում հանրահավաքին, պոտենցիալ իրենից վտանգ է ներկայացնում։ Իսկ ֆորմալ բացատրությունը ինչպիսին է։ Ֆորմալ բացատրության վերաբերյալ մարտի 1-ի հանրահավաքի իրազեկումը, ինչպես գիտեք, ներկայացվում է 21 օր առաջ կամ ոչ շուտ քան 5 օր առաջ։ Եվ 3 օր վրա 72 ժամվա ռեժիմ է նախատեսված այդ իրազեկման կապակցությամբ մերժման որոշում ընդունելու համար։ Եվ օրենքը չի նախատեսում թույլատրելու մասին որոշում ընդունել։ Եթե իրազեկում ընդունում է ի գիտություն, ապա չի կայացվում որոշում մերժման մասին։ Եվ 72 ժամվա ընթացքում այդ որոշումը պետք է հանձնվի իրազեկումը ներկայացված անձանց, եթե այդ որոշումը մերժման մասին է, որպեսզի մարդիկ կարողանան պլանավորել իրենց գործողությունները, դիմել դատարան, որպեսզի նա 24 ժամվա ընթացքում կայացնի վերջնական վճիռ եւ հանրայնության դեպքում մարդիկ ձեռնամուխ լինեն իրենց իրավունքի իրականացմանը։ Եվ մարտի 1-ի հանրահավաքի կապակցությամբ մուտքագրված իրազեկումից 72 ժամվա ընթացքում մենք չենք ստացել որևէ նամակ, որևէ գրություն, որևէ ծանուցում, որպեսզի ներկայանանք նախ լսումներին, քննարկումներին, որպեսզի ապահովի այն հիմնարար սկզբունքները, որի մասին հիշատակեցի իմ նախորդ խոսքում, եւ ոչ էլ ստացել ենք այն որոշումը, որի մասին խոսվում էր։ Եվ վերջո 72 ժամ հետո մենք իրավունքի ուժով, ժողովների մասին օրենքի 12-րդ հոդվածի 8-րդ մասի ուժով ստացանք այդ հանրահավաքը անցկացնելու իրավունք։ Եվ այլևս մեզ պետք չէր որևէ որոշում, որը արդեն անվավեր է, եւ դրան ռեսուրսը չունենք։ Իհարկե, մամուլից ես տեղեկացել եմ, մոտավորապես կարող եմ ասել, թե ինչ մոտիվացիայով է մերժել քաղաքապետարանը իր հիմնավորել իր որոշումը, դա Մատենադարանի հարող տարածքում մշակութային միջոցառում անցկացնելն է, իսկ հյուսային պողոտայում, որ այնտեղ շինարարական աշխատանքներ են կատարվում։ Սա է մոտիվացիան։ Մենք այդ հանրահավաքը իրականացրել ենք եւ որևէ միջոցառում չի եղել ոչ Մատենադարանի տարածքում եւ ոչ էլ շինարարություն հյուսային պողոտայում։ Դա այլևս հերքված փաստ է։ Խնդրեմ։ Պարոն Դավթյան, ես հիշում եմ մարտի 1-ից մի քանի օր առաջ ոստիկանապետ Ալեքս Սարգսյանը հայտարարել իր եւ հարցազրույցներ էր տվել, որ որևէ վտանգ չկա, որ ոստիկանությունը պատրաստ է մարտի 1-ի հանրահավաքին եւ որևէ, չգիտեմ, անկարգություններ թույլ չի տա։ Հիմա եթե այդպիսի իրավիճակ էր, որ միևնույնն է բոլորին պարզ էր, որ հանրահավաքը լինելու է, անկախ նրանից, թե ինչպիսի որոշում կընդունվի քաղաքապետարանը, ինչու է ստեղծվում մի իրավիճակ, որը լրացուցիչ սրություն, լրացուցիչ անհամաձայնություն է առաջացնում, չգիտեմ, հասարակության մի շերտի միջև եւ իշխանությունների միջև։ Ինչքանով է այդ կարգի վարվելակերպը, հա, մեր քաղաքային իշխանությունների արդարացված։ Ես կարծում եմ, որ այդ հարցի պատասխանը ճիշտ կլիներ, որ հենց քաղաքային իշխանությունների համապատասխան պաշտոնատար անձիկ պատասխանեին։ Քաղաքական գործիչները կարող եք մեկնաբանել ցանկացած որոշում։ Ես կցանկանամ նախ եւ առաջ, ուրեմն որ մենք հստակ սահմանազատենք, ինչ ասել է հավաք եւ ինչ ասել է հանրահավաք, որովհետեւ այդ երկու հասկացությունների միջև կա տարակարծություններ։ Հավաքներ անցկացնելու իրազեկման անհրաժեշտություն չկա, որովհետև սահմանադրության դրույթը շատ հստակ, պարզ եւ անմիջականորեն գործում է։ Այսինքն 29-րդ հոդվածը ուղղակի նշում է յուրաքանչյուր ոք ունի խաղաղ առանց զենքի հավաքներ անցկացնելու իրավունք։ Մեր օրենքը հանրահավաքներ, երթեր, ցույցեր եւ ժողովներ անցկացնելու մասին է։
Հիմա ես հատուկ այդ բանի համար ուղղակի Աղայանի բացատրական բառարանից եմ հանել, ինչ ասել է հավաք եւ ինչ ասել է հանրահավաք։ Հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ զուտ իրավական տեսակետից իրավական ակտերի 86-րդ հոդվածում ուղղակի նշված է իրավական ակտի մեկնաբանությունը ինչպես է կատարվում։ Եվ այնտեղ ուղղակի գրած է իրավական ակտի մեկնաբանությունը կատարվում է նրանում պարունակվող բառակապակցությունների եւ արտահայտությունների տառացի նշանակությամբ։ Ինչ վերաբերվում է հավաքներին, ցանկացած օր շատ հավանական է, որ այսօր էլ նույն այդ հավաք լինի կազմակերպված կառավարության ուրեմն շենքի մոտ, նույնատիպ հավաքներ անցկացվում են, կազմակերպվում են տոնավաճառներում մի քանի օր առաջ, եւ ինչպես իմ գործընկերը նշեց, նաեւ ասենք ինչու՞ չէ, այստեղ եւս 3, 4, 5 հոգի հավաքում են, դա եւս հավաք է։ Այստեղ ազատության որևիցե սահմանափակում լինել չի կարող։ Ինչևից է, հավաքը ձևակերպված է հետեւյալ կերպ. հավաք, հավաքված, միտեղ ժողովված, երկրորդ իմաստը ամփոփ, երրորդը հավաքվածների խումբ, բազմություն, չորրորդ իմաստը հավաքույթ, հասարակական կազմակերպություն, միևնույն զբաղմունքի մարդկանց եւ այլն։ Հանրահավաքը դասագրքային բացատրական բառարանում ձևակերպված է հանրություն գումարած հավաքվել, հավաքվածների հանրություն, որը պահանջում է հրապարակ։ Ստեղ մենք հստակ պիտի սահմանազատենք։ Եթե խոսքը գնում է հանրահավաքների մասին, միանշանակ հանրահավաքները առնչվելու են նաև սահմանադրական այլ իրավունքներին մարդկանց։ Այնպիսի իրավունքներին, որոնք ավելի գերակա են, քան նույն հավաքներ անցկացնելու կամ հանրահավաքներ անցկացնելու իրավունքն է։ Խոսքը մասնավորապես գնում է կյանքի իրավունքին, որը սահմանադրության 15-րդ հոդվածում է ամրագրված։ Խոսքը վերաբերվում է ինչի՞ չէ նաև մարդկանց իրենց բնակարանը ազատ ելումուտ անելու իրավունքին։ Խոսքը գնում է այն բանին, որ հազարավոր, տասնյակ հազարավոր մարդկանց համար որոշակի անհարմարություններ է ստեղծվում այդ գերթերի ընթացքում, անհարմարություններ է ստեղծում նաև, ասենք, ժամերով որոշակի միջոցառումներ կանգնած միևնույն տեղում անցկացնելու իմաստով եւ այս առումով փաստորեն օրենքը պիտի կարգավորեր։ Փաստորեն հանրահավաքներ, ժողովներ, երթեր, ցույցեր անցկացնելը։ Ես ասեմ նաև մի բան, որ այս օրենքը ծնվել է, գիտենք, 2004 թվականի փետրվարի 28-ին, այն ժամանակ, երբ որ ապրիլի 28-ին, այն ժամանակ, երբ որ ապրիլի սկզբին այդ հայտի դեպքերը եղան, եւ սա ուշացած օրենք էր։ Սրանից առաջ, ինչքան էլ որ զավեշտալի լինի, մեր հանրապետությունում գործում էր 1988 թվականին ՀԽՍ Գերագույն խորհրդի նախագահության, ուրեմն կոչվում էր միտինգներ, ոչ թե հանրահավաքներ, շքերթներ, ցույցեր, ժողովներ, սահմանված կարգը խախտելով, անցկացնելով պատասխանատվության միջոցների մասին, այս հրամանագրով եւ նաեւ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության նույն 1988 թվականի հուլիսի 28-ին համանման հրամանագրով, ասինքն սրանք չէին կարող կարգավորել ամբողջական այս դաշտը։ Դրանից հետո ընդամենը մինչև ուրեմն մարտի 17 ընկած ժամանակահատվածը օրենքում ընդամենը մեկ փոփոխություն է տեղի ունեցել, դա տեղի է ունեցել 2005 թվականի հոկտեմբերին, որից հետո արդեն գիտեք 17-ին կատարվեց փոփոխությունը կապված մարտի 1-ի իրադարձությունների հետ, որը ես կարծում եմ, որ շատ ժամանակին ու ճիշտ էր այդ փոփոխությունները, որովհետև հասարակության ուրեմն խիստ բևեռացում ու լարվածություն կար եւ անհրաժեշտ էր ուղղակի ժամանակ, որպեսզի հասկանայինք այդ ինչ է կատարվում։ Եվ այս առումով կարծում եմ, որ այդ օրենքի ընդունումը ճիշտ էր։ Ճիշտ է, հետագայում 11-ին ապրիլի որոշ դրույթներ, որոնք Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների նաեւ պնդմամբ հանվեցին այդ օրենքից եւ հետագայում ուրեմն ինչպես նշեցի 1609 բանաձևն էլ երբ որ ընդունեցին, այնտեղ եւս 7-րդ ուղղակի կետով կոչ էին անում վերացնել ուրեմն այն օրենքները, որոնք չեն բխում մարդու իրավունքների Եվրոպայի կոնվենցիայի 11-րդ հոդվածի պահանջներից։ Եվ համապատասխան փոփոխություններ կատարելուց հետո այսօր ունենք այն օրենքը, ինչ որ
այսօր փաստորեն առաջնորդվում են հանրահավաքներ, ժողովներ, երթեր, ցույցեր։ Օրենքների առումով կարծես թե ամեն ինչ բարձ է, անցնենք կիրառման եւ հենց այդ օրերին։ Փետրվարի 28-ին փաստորեն չմերժվեց իրազեկությունը ժողովրդական կուսակցության Տիգրան Կարապետյանի հանրահավաքի մոմերով, այդ Մյասնիկյանի արձանի մոտ, եւ այն տեղի ունեցավ եւ փաստորեն հաջորդ օրվա միջոցառման իրազեկումը մերժվեց։ Դուք ինչ տարբերություն եք տեսնում այդ երկու միջոցառումների հետ, ասենք այլ քաղաքացիների իրավունքների հարգման առումով։ Կոնկրետ ինձ համար բնական է, որ Տիգրան Կարապետիչի կամ Կարապետյանի ընտրազանգվածը կամ այն զանգվածը, որը որ փաստորեն համակրում է Տիգրան Կարապետյանից, ինձ համար բացարձակապես հավասար են։ Ինչպես ուրեմն այդ մարդիկ, այնպես էլ են մարդիկ, ովքեր որ մասնակցում են այդ ցույցերին, միտինգներին, ժողովներին, ավելին ասեմ, որ այդ մասնակիցների մեջ ես ունեմ նաև ուրեմն բավականին մտերիմ մարդիկ, եւ ես հարգում եմ նրանց ուրեմն կարծիքը, ես հարգում եմ նրանց իրավունքը, դա նրանց քաղաքական կողմնորոշումն է, դա նրանց ուրեմն իրավունքն է սահմանադրական, որը իրանք իրացնում են։ Նորից ասեմ, որ կոնկրետ ինչու է մերժվում եւ ինչ հիմքերով է կամ արդյոք ոստիկանությունը կամ ազգային անվտանգության ծառայությունը ներկայացնում են ինչպես օրենքն է պահանջում հավաստի ուրեմն եզրակացություն սպասվող անկարգությունների կամ այն հասարակական կարգի խախտումների վերաբերյալ, որով փաստորեն քաղաքապետարանը առաջնորդվելով նաև օրենքով մերժում է տալիս, ես այս հարցին չեմ կարող պատասխանել, որովհետև ուղղակի իրազեկված չեմ, թե ինչ հիմքերով է մերժվել։ Ես էլ ճիշտ ասած իրազեկված չեմ, բայց նորից ուզում եմ հիշել, որ Արիկ Սարգսյանը ասաց, որ խնդիր չկա, որևէ դժվարություններ հանրահավաքի հետ կապված չի լինելու եւ ոստիկանությունը պատրաստ է ապահովել անվտանգությունը։ Եվ նաեւ ապահովեց այդ անվտանգությունը։ Եվ ապահովեց, այսինքն մտահոգությունները եթե կային, միգուցե այդքան էլ արդարացված չէին։ Պարոն Զեյնալյան, իսկ ընդհանրապես, երբ հավաքում են տասնյակ հազարավոր մարդիկ, որ Հայաստանում ավանդաբար այդպես լինում է 88 թվականից, անվտանգության ապահովման խնդիրը ինչքանով է լուրջ, ինձ թվում է շատ լուրջ է, եւ ի վերջո պատասխանատվության մի մասը կազմակերպիչների վրա է, բայց մյուս կողմից այդպիսի մեծ զանգված հավաքվելու դեպքում նրանք չեն կարող շատ դեպքերում կարգավորել բոլորին եւ ապահովել անվտանգություն ընդհանրապես, ինչպես նշվեց, կյանքի իրավունքը ամեն դեպքում ավելի բարձր է, քան նույնիսկ այս ազատությունը միավորումների եւ հավաքների։ Այստեղ դուք խնդիր տեսնում եք եւ ինչպես կարելի է այս խնդիրը եւ քաղաքական եւ իրավական առումով լուծել։ Պարոն Նասարյան, ուրեմն ասվեցին բաներ, որոնք հակասության մեջ են մտնում Արմեն Մկրտչյանը ընդդեմ Հայաստանի Եվրոպական դատարանի վճռի տված իրավական գնահատականների հետ կամ Արշամ Գալստյան ընդդեմ Հայաստանի, Գայանե Աշուրյան ընդդեմ Հայաստանի եւ այլն։ Եվ այդ վճռներում մանրամասն գրված է պատասխաններ, որոնք հարմար չի այստեղ ուղղակի մանրամասն հնչեցնելը։ Հակասության մեջ է, ուղղակիորեն հակասության մեջ է, դրանք անբեկանելի վճռներ են։ Ճանաչված է խաղաղ հավաքների ազատության իրավունքի խախտումը Հայաստանի Հանրապետության կողմից ներսում։ Այդ մարդկանց նկատմամբ երևի պիտի նաև օրենքի վերանայման որոշակի ձևով բերել։ Իրավական պրակտիկա եւ այլն։ Եվ հատկապես այդ օրենք 88 թվականի ճակերտավոր ասած օրենքը չի եղել, չի գործել։ Նաև կա միջազգային պայմանագիր, որով դադարեցվել է դրա գործունեությունը, նաև կա կառավարության որոշում, որի մեջ չի ընդգրկվել այդ հրամանագիրը որպես գործող։ Դա չի գործել եւ ժողովների մասնօրենքում անցումային դրույթներում դա մտցվեց միայն այն նպատակով, որպեսզի մարդու իրավունքների եվրոպական դատարանում ամենայն պատասխանատվությամբ եմ հայտարարում հնարավոր լինի ասել, որ սա գործում է։ Սա որպես ամենատեղյակ մարդ եմ ասում այս գործից, ամենատեղյակ։ Հիմա հետեւյալը, արդյոք կյանքի իրավունքը եւ կան այնպիսի իրավունքներ, որոնք ավելի գերակա են, քան խաղաղ հավաքների ազատության իրավունքը։ Երեքն են իրականում։ Այո։ Ուրեմն խաղաղ հավաքների իրավունքը այնքան մեծ կարևորություն ունի, որ նույնիսկ այդ հավաքների ժամանակ առանձին անձանց անկարգությունները, հակաիրավական գործողությունները
չպետք է առիթ դառնան, որպեսզի հանրահավաքը դադարեցվի կամ ցրվի։ Նրանք պետք է առանձին ենթարկվեն պատասխանատվության կամ հնարավոր հիպոթետիկ ենթադրությունը, որ այդ հավաքների ընթացքում կարող են լինել անկարգություններ, չպետք է լինեն կանխարգելման պատճառ, արգելման պատճառ։ Հիմա այն մասին, որ ոստիկանությունը տալիս է հավաստի, տեղեկություն, տեղեկանք եւ այլն։ Մեր հանրահավաքները մերժվել են, շատ հանրահավաքներ մերժվել են հենց այդ պատճառաբանությամբ, որ ունենք հավաստի տեղեկություններ, եզրակացություն կա, որ տեղի են ունենալու անկարգություններ եւ շարադրված են այն բոլոր հատկանիշները խախտումների, որոնք գրված են օրենքում եւ սահմանադրության մեջ։ Բոլորը անխտիր նշված են։ Փաստորեն 72 ժամվա ընթացքում քաղաքապետարանը նամակ է գրում ոստիկանությանը, նա իր հերթին եւ ազգային անվտանգության ծառայությանը այդ 72 ժամվա ընթացքում հասցնում են իրենց շպիոնների միջոցով, շատ ներողություն այս բառը ինձ ձևակերպման ասեցի, իմանալ, որ տեղի ունենալու անկարգություններ կազմակերպված է իդեպ, որ կազմակերպված եւ տեղի են ունենալու ներկա կատարյալով։ Այդպիսի անկարգություններ նաեւ ապառնում, այնուհետև մենք իրականացնում ենք հանրահավաքը, նման բաներ տեղի չեն ունենում, ներկայացնում ենք հարցում ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայությանը արդյոք տեղի են ունեցել այն ամենը, ինչ որ դուք կանխատեսում եք, եւ նրանք հարցմանը պատասխանելու համար պահանջում են ավելի քան 10 օր եւ այլն, եւ որոշ դեպքերում, որովհետեւ պետք է ճշտեն տեղի ունեցել է թե ոչ։ Պատկերացեցիք դրա հավաստիությունը այդ տեղեկանքների 3 օրվա ընթացքում յուրաքանչյուր հանրահավաքից առաջ նրանք ճշտում են լինելու է, այնուհետև պիտի ճշտեն եղել է թե ոչ, դրա համար պետք է ավելի երկար ժամանակ։ Կարծում եմ բոլորին պարզ է, որ դրանք ուղղակի մատից ծծած տեղեկանքներ են եւ թղթեր են, որպեսզի թույլ չտան մարդկանց այդպիսի քանակություն հավաքվի։ Դժգոհ մարդկանց, ովքեր իրավունք ունեն, ինչպես ասված է վերջին զեկույցում, իրենց իշխանությունը փոխելու։ Իսկ այդ հնարավորությունը վերջին տարիներին համենայն դեպս հնարավոր չի եղել իրականացնել։ Ես ճիշտ եմ հասկանում ձեր մոտեցումը, որ մարդկանց հավաքելը դա կազմակերպիչների գործն է, իսկ անվտանգություն ապահովելը իրավապահ մարմինների։ Թե մի քիչ ավելի բարդ է խնդիրը։ Պատասխանատվություն կրում են նաև կազմակերպիչները։ Եվ այստեղ նաև այդ զանգվածային անկարգությունների մասին հոդվածներ քրեական օրենսգրքի հիմա քննարկման առարկա է, չէ՞, այդ համատեքստում։ Հա, դրա հատկանիշներին չանդրադառնանք, այդտեղ կարծում եմ հակասահմանադրականության վեճ կարող է առաջանալ, գոնե իրավական որոշակիության սկզբունքի տեսակետից, անդրադառնանք հետևյալին, արդյոք փոխվում է։ Միգուցե։ Բայց բոլորը հասկանալով, որ դա հակասահմանադրական է, կիրառում են։ Թողնենք մի կողմ մյուս բաները, հանգամանքները։ Արդյոք պատասխանատվություն կրում են կազմակերպիչները։ Իհարկե կրում են, նաև ժողովների մասին օրենքը նախատեսում է, որ կազմակերպիչները կարող են ունենալ հատուկ տարբերանշաններով պատասխանատուներ, ովքեր հետևեն հանրահավաքի բնականոն ընթացքին։ Սակայն այստեղ պատասխանատվության արժի բաժինը ընկնում է ոստիկանության եւ իրավապահ մարմինների վրա, որոնք պետք է պաշտպանեն ոչ միայն մյուսներին, ովքեր հանրահավաքի մասնակիցներ չեն, այլ հատկապես այդ խաղաղ հավաքը անցկացնող անձանց պաշտպանեն մյուսներից եւ ապահովեն նրանց այդ իրավունքի իրացումը, որովհետեւ որևէ մեկը չի միջամտի, չխանգարի նրանց հավաքի իրավունքի իրացմանը։ Այնպես ինչպես եղավ Թալինում եւ դրա համար մենք ունենք ազատազրկվածներ։ Կուզենաք մեկնաբանեք։ Ես իհարկե կցանկանամ խոսալ։ Նախ եւ առաջ ես կուզեի նշել, որ ինչպես ցանկացած օրենք, այս օրենքը եւս անկատար օրենք չի։ Ասենք որ կատարյալ չի, ինչ որ կատարելության մակարդակի չենք հասել եւ նաեւ պարոն Զեյնալյանի կողմից նշված այդ իրազեկումը չընդունելու որոշման կայացումը եւ նաեւ օրենքի մեջ 12-րդ ուրեմն հոդվածի 7-րդ մասում է նշած, որ անմիջապես պիտի իրազեկվի փաստորեն կազմակերպիչը։ Մենք անմիջապեսը բավականին լայն հասկացություն է եւ եթե կազմակերպիչը չի մասնակցում, այսպես թե այնպես անմիջապես չես կարող իրազեկել այդ կազմակերպիչին, առավել եւս եթե կազմակերպիչը ֆիզիկական անձ է եւ քաղաքից կամ հանրապետությունից մի քանի օր էլ բացակայի, ապա այս պարագայում միանշանակ կունենանք իրավական կազուս այն առումով, որ չի իրազեկվել, հետեւապես իրավունքի ուժով, ասենք, անցկացվում է այդ ոչ միայն տեսականորեն, այլ պրակտիկայում էլ է կատարվել։ Հենց այս վերջին հանրահավաքը, որը որ անցկացվեց, այդ վերջին հանրահավաքը եւ տարբեր մամուլի ուրեմն միջոցով եմ նաեւ այդտեղ եմ տեսել,
հենց այդ անմիջապես չհայտնելու ուրեմն պատճառաբանությունը։ Իսկ հետագայում արդեն 12-ի 8-ի մասով, ինչպես նշեց պարոն Զեյնալյանը, արդեն իրավունքի ուժով միանգամից մտել է ուրեմն իրազեկումը որպեսի գիտություն ընդունված այդ որոշումը։ Հիմա կապված ուրեմն այս օրենքի հետ ես ուղղակի ուզում եմ նշել եւ մեջ բերել այդ 16-20 բանաձևի 4-ի 1 կետը, որտեղ ուղղակի նշված է, որ ողջունում է ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին, օրենքում փոփոխություններ կատարելու մասին, օրենքի ընդունումը Եվրոպայի խորհրդի չափանիշներին համահունչ եւ համարում, որ այդ առումով վեհաժողովի ներկայացրած պահանջն իշխանությունների կողմից կատարվել է։ Եվ հետագայում այս շարադրանքի երկրորդ մասում կրկնում է իր այն պահանջը, որ Հայաստանում պրակտիկայում պետք է երաշխավորվի հավաքների ազատությունը։ Այն ինչը որ կատարվում է իմ կարծիքով եւ նաեւ իմ խորին համոզմամբ։ Ինչի համար եմ ես սա ասում, որովհետեւ այ որ նշեցիք կոնկրետ Հայ ազգային կոնգրեսի կողմից 94 ուրեմն մերժումների մասին, ես ասեմ, որ եղել է նաեւ իրազեկումը ընդունված որոշում, երբ Հայ ազգային կոնգրեսը ուղղակի հրաժարվել է, ամենայն դեպս մեկ դեպք եղել է այդպիսին իրականացնելու ուրեմն այդ հրապարակային միջոցառումը։ Սա մեկ, երկրորդ սրանից մոտ 2 շաբաթ առաջ, երբ իրավունք ուրեմն թերթում Երևան քաղաքի մասին օրենքը տեղական ինքնակառավարումը Երևան քաղաքում այդ օրենքի քննարկումներ էր ծավալում, ուղղակի իրավունքում ասեցին եւ հետո էլ թերթում գրեցին, որ Հայ ազգային կոնգրեսը հրաժարվել է մասնակից ուղարկելու, պատճառաբանելով, որ բոլորը լծված են ուրեմն հանրահավաքի նախապատրաստական աշխատանքներով։ Ասենք եթե առնվազն 2 շաբաթ առաջ հնարավոր չի գոնե 1 հոգու ուղարկել, նշանակում է այդ հանրահավաք իրականացնելը դա բավականին լուրջ աշխատանք է, աշխատատար աշխատանք է եւ բնականա որ հնարավոր չի, ասենք այս կարճ ժամանակի ընթացքում 1 տարվա ընթացքում 94 նմանատիպ հավաքներ կազմակերպել։ Երրորդը նույն Եվրախորհրդի խորհրդարանական իրենց խնդիրն է, խնդիր չկա, ուղղակի ասել թե միանշանակ գիտես մենք անում ենք եւ մարդկանց փաստորեն իրավունքը ազատում էր, սա ուղղակի թողենք թող հեռուստադիտողը ինքը ինչքանով է անկեղծ Հայ ազգային կոնգրեսի, ասենք այդ մոտիվացիան կոնկրետ այստեղ թող ինքը գնահատի։ Եվ վերջապես շատ կարևոր հարց արդեն ասեցի 16-20 բանաձևն է, որ ամենակարևոր հարցը դնում է պրակտիկայում կիրառելը եւ վերջապես 4-րդը ուրեմն 15-րդ հոդվածով օրենքի եթե լիազոր մարմինը մերժել է եւ անհարկի մերժել է փաստորեն այդ պարագայում նաեւ այն վնասները որոնք կրել է կոնկրետ կազմակերպիչը, իսկ ակնհայտ է, որ այդ կազմակերպման ընթացքում որոշակի ծախսեր է պետք, որպեսզի կատարվեն։ Զուտ այդ հեռախոսային ծախսեր, ինչ չէ, վառելիքի ծախսեր, մարդկանց հետ ասենք շփման հետ կապված ծախսեր, ցուցապաստառների պատրաստման եւ այլն, ապա նրանք կարող էին ուղղակի դիմել հայցով դատարան եւ զուտ ասենք նյութական պահանջի հայց ներկայացնել, ինչը որ գոնե մի անգամ մի դեպքում չի կատարվել։ Ես չեմ կարծում, որ Հայ ազգային կոնգրեսը այնքան հարուստ է, որ իր համար միևնույնն է 94 ուրեմն հավաքների նախապատրաստում իրականացնել, անցկացնել, որը բավականին լուրջ ուրեմն ծախսեր պիտի իրանից ներկայացներ եւ որևիցե մի անգամ չդիմեին դատարան։ Ինչևից է, իրենց գործը նա, իրենց խնդիրն է։ Իրենց խնդիրն է ուղղակի ասել, որ սահմանափակում է տեղի ունեցել այս առումով մարդկանց ուրեմն հանրահավաքներ անցկացնելու, ես կարծում եմ, որ այդքան էլ ազնիվ չի սառնում։ Իսկ ինչ դեպքում կասեք այն, որ այդ օրը փաստորեն չէին աշխատում երթուղային տաքսիները որոշ մոտիկ գտնվող քաղաքներից, նույն Էջմիածնից եւ այլն, որ նույնիսկ առանձին մեքենաներ էին կանգնացվում Երևանի ճանապարհին, ասենք դա ինչքանով է։ Ուրեմն ես ասեմ, որ ցանկացած սահմանադրության 25-րդ հոդվածին հակասող գործողություն, իսկ 25-րդ հոդվածը ասում է, որ հանրապետության տարածքում օրինական գտնող յուրաքանչյուր քաղաքացի ունի հանրապետության ամբողջ տարածքով ազատ տեղաշարժվելու իրավունք, ես ուղղակի չեմ ընդունում մեղմ ասած ուրեմն նմանատիպ սահմանափակումները եւ կարծում եմ, որ
Եթե նմանատիպ ուրեմն գործողություններ կան, ապա իրավապահ մարմինները անհապաղ պիտի արձագանքեն եւ համապատասխան քայլեր պիտի ձեռնարկեն։ Ինձ թվում է, որ այդպիսի փաստեր որոշակի հավաքվել են եւ հույսով եմ, որ դրան համապատասխան ընթաց կտրվի։ Իսկ դուք ուզում եք մեկնաբանեիք կոնգրեսի ցանկության բացակայությունը, ասենք, հետագա ընթացք տալ թեկուզ դատական խոչընդոտներին։ Մինչև դրան անդրադառնալը, ասվեց, որ մի իրազեկում ընդունվել է գիտություն, սակայն մենք դա չենք իրականացրել։ Ուրեմն այդ իրազեկումը, երբ ընդունվել է գիտություն որոշմամբ, դա մեզ հասցվել է այն ժամանակ, երբ որ արդեն հանրահավաք հնարավոր չէր անցկացնել։ Շատ ուշացումով։ Սա մեկ։ Մյուսը, արդյոք մենք չենք փորձել վերականգնել մեր իրավունքները, ասենք, կրած վնասների մասով։ Եղել են դեպքեր, երբ որ մենք դատարանում քաղաքապետարանի դեմ շահել ենք հայցեր։ Եղել են դեպքեր։ Ես հիմա չեմ նշի, որպեսզի չվնասեմ մարդկանց, սակայն ամիսներ առաջ է եղել դա։ Մենք մինչև հիմա չենք կարողացել հասնել այն բանին, որ քաղաքապետարանը կատարի դատարանի վճիռը։ Մենք հետևողական ենք լինելու։ Արդեն ներկայացվել է հարկադիր կատարման ծառայությանը, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությանը եւ հասնելու ենք այն բանին, որպեսզի կատարվի դատական ակտը եւ ներկայացնելու ենք փոխհատուցման պահանջ։ Փոխհատուցման պահանջ մենք միայն քաղաքապետարանը չի որ ներկայացրել ենք։ Սակայն դրանք անօգուտ եւ անարդյունավետ զբաղմունքներ են, պարոն Ավասարյան, Հայաստանում եւ շատ կասկածելի պաշտպանության միջոց։ Շատ կասկածելի։ Դուք արդեն փորձ ունեք մինչև եվրոպական դատարան։ Բավականին մեծ փորձ ունենք այս առումով կուտակված խաղաղավակների ազատության իրավունքի դատական կարգով վերականգնման, վարչարարության, վարչական ճանապարհով վերականգնման։ Դրանք մեծամասամբ եղել են անարդյունավետ։ Մի անգամ եղել է, որ Հյուսային պողոտայում արգելվել էր քաղաքապետարանի կողմից հանրահավաք անցկացնելը, այդ որոշումը ճանաչվեց անվավեր դատարանի կողմից, սակայն դատարանը ինքը արգելեց մեզ Հյուսային պողոտայում անցկացնել այդ հանրահավաքը եւ առաջարկեց մատենադարանում անել, մենք հրաժարվեցինք մատենադարանում անել հանրահավաքը, պնդեցինք Հյուսային պողոտայում, բայց դատարանը ամենայնիվ ճանաչեց մեր իրավունքը մատենադարանում անել այդ հանրահավաքը։ Այսպիսի կազուսներ կան դատական համակարգի հետ կապված, իսկ վստահությունը դատական համակարգի նկատմամբ ես չի որ պետք է ներկայացնեմ մեր հեռուստադիտողներին, ուղղակի սա կարծում եմ լավ առիթ էր փաստերի վրա գնահատել, թե ինչպիսին է մեր դատական համակարգը, ներկայացվել են հայցեր թե ոչ փոխհատուցման։ Բայց եվրոպական դատարանը միշտ նկատի ունեք։ Եվրոպական դատարանը միշտ նկատի ունենք եւ նաեւ ժողովրդի մեջ տարածված է, որ մեր դատական ատյանների վճիռները, որոշումները դրանք ուղեգրեր են դեպի մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Իդեպ մարդու իրավունքների եվրոպական դատարանում գործերը շահում են դիմում ներկայացրածների ընդամենը 4%-ը, սակայն մարդիկ այդ 4%-ի վրա են իրենց հույսը դնում։ Այսինքն Հայաստանում արդյունքի հասնելու հավանականությունը անհամեմատ փոքր է։ Սա կարծում եմ լավ չի բնութագրում իշխող։ Պարոն Դավթյան, դուք նշեցիք տարբերությունը հանրահավաքների եւ հավաքների։ Կարող է հիշեք անցած տարի եղել է հայտարարություն մի շարք հասարակական կազմակերպությունների, որ իրենց եւ իրենց գործընկերներին չեն տրամադրվում դահլիճներ հյուրանոցներում եւ այլ տեղերում հանդիպումներ, հավաքներ, քննարկումներ կազմակերպելու համար եւ միգուցե ոչ պաշտոնապես ասվում էր, որ այդպիսի հրահանգ կա իշխանություններից։ Փաստորեն այդ հայտարարությունը հրապարակվեց եւ որևէ փաստի, կոնկրետ փաստերով, որևէ փաստի հերքում չի եղել։ Այդ խնդրի լուծման ճանապարհ կամ ընդհանրապես այդ երևույթի մեկնաբանություն կտաք։ Ես կարծում եմ, եթե ցանկացած պարագայում, եթե մենք ասում ենք ժողովրդավարություն ասելով պիտի հասկանանք երկու բան։ Առաջինը դա մարդու հիմնարար իրավունքներն ու ազատություններն են եւ երկրորդը օրենքի գերակայությունը։ Հենց այդ մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները պիտի խարսխված լինեն օրենքի գերակայության վրա։ Եվ ցանկացած հակաօրինական քայլ, որը որ կատարվում է, միանշանակ պիտի պատժվի, իր պատիժը պիտի ստանա։ Բայց մենք այսօր ունենք այն ինչ ունենք։ Ունենք ուրեմն համակարգ, որը որ կատարյալ չի եւ հեռու են կատարելությունից,
լիարժեք չէ եւ նաեւ այսօր հայեմատել եվրոպական երկրների հետ կարծում եմ որ տեղին չէ։ Եվ նաև այդ Եվրոպա դատարաններ դիմաց հայցադիմումներ եւ շահած ուրեմն այդ գործերի առումով էլ ասեմ, որ բավականաչափ նախադեպային իրավունքի առումով բավականաչափ լուրջ նախադեպ է ստեղծում, որպեսզի մեզ մոտ համապատասխան ուրեմն շտկումները եւս կատարվեն, ինչպես օրենքներում, այնպես էլ ընդհանուր դատաիրավական համակարգում։ Ինչ վերաբերում է պարոն Զեյնալյանի ասած թե իշխանությունները, կոնկրետ իշխանությունները այստեղ խնդիր չունեն, սա դատաիրավական կամ ավելի ճիշտ դատական իշխանության խնդիրն է եւ sense լայն ասած իշխանություններ այդքան էլ ես չեմ ընդունում, որովհետեւ ինչքան էլ չէ, հասարակության խնդիրն է։ Անկախ ամեն ինչից իհարկե հասարակության խնդիրն է, բայց կոնկրետ նշված այդ դեպքերը դատական իշխանության խնդիրն է եւ ես կարծում եմ, որ դատական իշխանությունը ուզենք թե չուզենք միևնույնն է պիտի ազատվի եւ օրենսդիր եւ գործադիր ուրեմն իշխանությունների ուղղակի կամ անմիջական sense ասեմ կամ ոչ ուղղակի ամենայն դեպս պիտի անկախ լինի հնարավորինս։ Շատ կարևոր ձգտում է մի բան ասեմ, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր եւ հատկապես օրենսդիր մարմնի ներկայացուցիչները իմանան, որ Հայաստանում գործում է ոչ թե օրենքի գերակայության սկզբունքը, այլ իրավունքի գերակայության սկզբունքը եւ օրենքը պիտի լինի իրավական եւ օրենքի ձևակերպումը սա սկզբունքային վեճի խնդիր չի, սա վիճարկման ընդհանրապես խնդիր չի, որովհետեւ սահմանադրական դատարանը այդ կապակցությամբ ունի որոշում եւ դա անբեկանելի է։ Մենք բավական քիչ ժամանակ ունենք, ես կուզեի որ մենք կարճ անդրադառնանք հետեւյալ խնդրին։ Բոլորս զգացինք վերջին օրերին տնտեսական ճգնաժամի հարված արդեն անմիջական, հա, Հայաստանի, որտեղ բավական երկար, կարծես թե դա մեզանից հեռու էր։ Այս իրավիճակում ցանկացած հանրահավաք, ցանկացած հավաք, զանգվածային միջոցառում, ձեր կարծիքով, մեր հասարակության իր հոգեբանական վիճակի պայմաններում հղի է վտանգներով, թե ոչ։ Մարդիկ զայրացած են հավաքվում, թե գալիս են լսել քաղաքական ծրագրեր, կոնստրուկտիվ մտքեր։ Ինչպիսին է ձեր պատկերացման տրամադրությունը հասարակական։ Մենք քաղաքական, քաղաքակիրթ գործընթաց կարող ենք անկնկալել, թե ոչ։ Բնականաբար, ուրեմն տնտեսական ճգնաժամը խորացնելու է որոշակի սոցիալական լարվածությունը, ասենց ասեմ, բնականա որ բավականին դժգոհություններ այս հողի վրա կառաջանան, բայց դա մարդկանց նորից ասեմ անքակտելի իրավունքն է եւ մարդիկ ամեն դեպքում պիտի գործնականում իրավունք ունենան իրականացնելու իրանց հավաքներ անցկացնելու կամ հանրահավաքներ անցկացնելու իրավունքը եւ նաեւ շատ կարեւոր է որ այդ իրավունքը հենց ի կատարածելով որ շատ դեպքերում փաստորեն նաեւ օրենսդրական որոշակի փոփոխություններ են տեղի ունենում խոսքը վերաբերում է հատկապես տնտեսական ոլորտում եւ ինչի՞ չէ պիտի նրանք նաեւ օգտվեն այդ իրավունքից որովհետեւ շատ հաճախ այդ խնդիրները իրականում հասնում է իշխանություններին նաեւ օրենսդիր իշխանությանը հենց մարդկանց նմանատիպ ուրեմն զանգվածային միջոցառումներ իրականացնելու միջոցով սա շատ կարեւոր իրավունք է որը որ ես կարծում եմ որ շատ դեպքերում կարող է նաեւ օգնել որպեսզի մենք ճիշտ որոշումներ կայացնենք։ Պարոն Զեյնալյան, կապ ունի այս տնտեսական ճգնաժամի վեճ սոցիալական լարվածության հետ որոշումը կոնգրեսի այդքան էլ հաճախ չկազմակերպել հանրահավաքներ հաջորդը մայիսի 1-ին։ Մենք նաև հայտարարեցինք, որ սոցիալական բունտի վրա իշխանության գալու անընդունել։ Այո, դա անընդունել է մեզ համար։ Եվ իշխանության գալը մեզ համար ինքնանպատակ չէ։ Մենք չենք ուզում իշխանավոր լինել այնպիսի երկրում, ինչպիսի երկիր հիմա է, բացարձակ։ Եվ հանրահավաքների վերաբերյալ հաջորդ հանրահավաքը մայիսի 1-ին նշանակելը դա կատարվել է ավելի վաղ, քան բաց թողնվեց դոլարի կուրսը։ Մենք նաև նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը իր ելույթում կանխատեսեց այն ինչ որ պիտի լիներ հիմա։ Այսինքն, եթե մենք նպատակ ունենայինք օգտագործել դա, ապա կանեինք։ Բացի դրանից, մարդիկ ավելի պակաս զայրացած եւ վրդոված չէին փետրվարի 19-ի քվեարկությունից հետո եւ փետրվարի 20-ից մինչեւ
Մարտի 1-ը տեղի ունեցած հանրահավաքների ժամանակ որովհետեւ մեկի քթից արյուն չի եկել։ Մեր ժողովուրդը շատ լավ ժողովուրդ է, պարոն Նավասարդյան։ Եվ ես տեսել եմ արտասահմանում Փարիզում տեսել եմ հանրահավաքներ, ինչով են դրանք ուղեկցվում։ Դրանք չի լինում գրեթե հանրահավաք, որի ժամանակ ավտոմեքենաներ չվնասվեն, ապակիներ չկոտրվեն, խանութներ չթալանվեն եւ այլն։ Մեր ժողովուրդը շատ քաղաքակիրթ ժողովուրդ է, հարգող իր պետականությունը։ Ավարտելով այս հաղորդումը կցանկանամ, որ մենք եւ քաղաքական եւ տնտեսական հարցերի խնդիրների լուծումը գտնենք մոտակա ամիսներին, իսկ մենք կհանդիպենք հաջորդ շաբաթ։